Напитай себя самого, свою семью и весь мир, дом хлеба. Мы поговорим сегодня о правде. Այսօր մենք կխոսենք ճշմարտության մասին։ Что собой Ինչ է представляет ճշմարտությունը правда? եւ ինչ Что է собой սուտը։ представляет ложь? Почему все Ինչու են բոլոր մարդիկ ցանկանում ճշմարտությունը, բայց վախենում են դրանից։ где берет Որտեղից է սկիզբ առնում ճշմարտությունը եւ որտեղից է սկիզբ առնում սուտը։ Почему Ինչու է Աստծո Божий престол утверждается? գահը հաստատվում ճշմարտությամբ եւ արդարությամբ, իսկ սատանան ստի հայրն է։ Что бы он ни Ինչ говорил, էլ որ նա ասի, նա ստում է։ мы поговорим, Մենք կխոսենք այն մասին, как Господь թե проверяет ինչպես է каждого Աստված из ստուգում нас յուրաքանչյուրիս правду. ճշմարտացիությունը։ Мы поговорим о том, Մենք почему կխոսենք այն Иисус մասին, թե возлюбил ինչու правду Հիսուսը սիրեց и ճշմարտությունը կամ возненавидел արդարությունը եւ ատեց անօրինությունը, Именно из-за этого եւ հենց помазал այդ его պատճառով Աստված օծեց նրան Ելին ուրախության радость, յուղով ավելի, более քան всего նրա участников ընկերներին։ его. Почему, когда Ինչու երբ мы մենք пребываем в ճշմարտության правде, մեջ ենք, ունենք զարմանալի ներքին ուրախություն, прямо ասես հաղթություն մեր հոգում։ Стоит нам Բավական է որ թաքցնենք, չափազանցնենք կամ նվազեցնենք ինչ-որ բան, մենք մեզ լավ չենք զգում։ мы чувствуем себя плохо. Մենք վատ ենք զգում մեզ։ В моей жизни имел Իմ կյանքում մի այսպիսի դեպք տեղի ունեցավ лет, может, գրեթե 8 8 տարի առաջ։ У меня Ես վիճեցի մի մարդու հետ եւ մենք չհասցրինք բարձել մեր հարցերը։ и мы не успели даже Չհասցրինք հաշտվել եւ այդ մարդու հարազատ եղբայրը մահացավ։ умер брат родной. Я знал эту Ես շատ մտերիմ էի այդ ընտանիքի հետ եւ գնացի թաղմանը։ и по окончании Ծառայության վերջում բոլորը, ինչպես որ մեզ մոտ է ընդունված, անցնում էին հանգուցյալի կողքով։ Այնտեղ կանգնած էին բոլոր բարեկամները։ и этот человек Այդ մարդը նույնպես կանգնած էր իր կնոջ եւ երեխաների հետ։ и все их обнимали, Բոլորը գրկում էին նրանց, հայտնելով իրենց կարեկցանքը եւ ցավակցությունը։ соболезнования. И я стоял, Ես նույնպես այդ հերթի մեջ էի подошла моя եւ очередь, եկավ իմ я հերթը։ обнял этого человека. Ես էլ գրկեցի այդ մարդուն եւ նույնիսկ չեմ հիշում ինչ որ բան ասացի նրան, թե ոչ։ Но когда я Բայց երբ հեռացա նրանից, почувствовал այնքան себя վատ էի настолько զգում ինձ։ скверно. Я не Չգիտեմ, знаю, եղել է в իմ моей կյանքում жизни ավելի было վատ более զգացում, скверно քան այդ чувство, ժամանակ чем էր։ тогда. Мне было Ես так այնքան վատ плохо. էի զգում ինձ։ Мои ноги Ոտքերս просто թուլացել сделались էին։ ватными. Я не знаю. Նույնիսկ չգիտեմ, թե ինչի հետ կարելի է համեմատել այդ ներքին զգացողությունները։ Ես այնպիսի զզվանք եւ տհաճություն էի զգում։ Ситуация меня Կարելի է ասել, որ իրավիճակը հարկադրեց ինձ գրկել մի մարդու, ում հետ գժտված я էի։ был в ссоре. И я думаю, Կարծում եմ շատ կարևոր է, որ մարդիկ ճշմարտությամբ վարվեն։ ходили в правде. Когда мы говорим о правде, Ճշմարտություն ասելով мы говорим մենք նկատի ունենք ճշմարտացիությունը правдивость, точность. եւ ճշգրիտ համապատասխանությունը սեփական ներքին աշխարհի И выражение եւ այդ ներքին աշխարհի արտահայտման մեջ мира. И всякое եւ ցանկացած շեղում իրական ներքին բովանդակությունից внутреннего содержания есть неправда. ստություն է։ Вы можете называть это толерантностью. Կարող եք դա անվանել հանդուրժողականություն, դաստիարակվածություն, վարվելաձև, կարող եք անվանել իմաստություն, տրամաբանություն, Вы можете это կարող եք արդարացնել կամ բացատրել դա ինչպես ցանկանաք, Но я не բայց верю, ես չեմ հավատում, что Христос որ Քրիստոսը когда-либо երբևէ թույլ էր տվել իրեն մտածել այլ բան думать одно, а говорить եւ другое. խոսել այլ բան, Или апостол, կամ առաքյալները, или կամ настоящий ճշմարիտ пророк. մարգարեները։ Я не верю. Ես չեմ հավատում դրան։ С чем бы это можно? Ինչի հետ կարելի է համեմատել սա։ Допустим, компания, Պատկերացնենք մի ընկերություն, которая развивает որը ինչ որ ճյուղ է զարգացնում գործարարության մեջ։
Репутация компании Այդ ընկերության համբավը տարածվում է, հայտնվում են մարդիկ, ովքեր ցանկանում են գումար ներդնել այդ ընկերության մեջ и иметь եւ ստանալ իրենց տոկոսները կամ շահույթները։ появляются вкладчики. Ներդրողները գալիս են զուտ այն պատճառով, որ հավատում են այդ ընկերությանը։ Они Նրանք հավատում են այն տվյալներին, որոնք այդ ընկերությունը ներկայացնում է։ Вот наш, Ահա մեր աճը վերջին տարվա ընթացքում։ вот, Մեր ծախսերը եւ եկամուտները, вот սրանք մեր հետագա զարգացման կանխատեսումներն են։ развитие. Вот приблизительно Դուք կարող եք մոտավորապես կամ ճշգրտորեն ստանալ հետևյալ գումարը ձեր ներդրումներից 1 տարի անց год после своего եւ այլն։ и так далее и тому подобное. Եվ մարդիկ հավատալով այդ տեղեկությանը Доверяя информации вкладывается ներդնում են իրենց ֆինանսները այդ ընկերության մեջ։ бизнеса. Допустим, на Ենթադրենք այդ ընկերության զարգացման ինչ որ փուլում տեղի է ունենում անհաջողություն, происходит сбой, անկում գործի մեջ, упадок ցանկացած պատճառով։ бизнеса. По любой причине. Причина может быть Պատճառները կարող են տարբեր լինել։ хозяин компании может Ընկերության տնօրենը կարող է սխալ թույլ տալ եւ ամեն բան կարող է պատահել։ сотни причин. Կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու ենք մենք ընկնում, թե ինչու ենք ունենում անհաջողություններ, դժբախտություններ, մեղանչումներ, На это может быть. կարող են բազմաթիվ պատճառներ լինել։ Но хозяин Բայց компании, այդ ընկերության տնօրենը հասկանում է, если он եթե նա հրապարակի այդ տեղեկությունը, вынесет, մարդիկ միանգամից կշտապեն իրենց ներդրումները ետ վերցնելու, люди мгновенно побегут забирать свои вклады. Потому что որովհետև նրանք կհասկանան, որ գործն անկում է ապրել, տուժել է։ и Այնպես որ хозяин компании ընկերության всеми տնօրենն իր силами ամբողջ ուժով փորձում է պահպանել աճի сохранить եւ հաջողության видимость տպավորությունը։ роста и видимость успеха при том, Այն դեպքում, что он երբ նա прекрасно հրաշալիորեն знает, что գիտակցում է, дело որ пошло գործն անկում է ապրում, Но ему важно բայց նրա համար сохранить կարևոր է перед պահպանել իր դեմքը ներդրողների մոտ, лицо, и он եւ նա ստում է։ врет. Видите, ни одной компании никогда Ոչ մի не ընկերության ставят չեմ вину, մեղադրում, если она երբ այն обманет. սնանկանում է։ Это даже позволяет. Նույնիսկ օրենքն է թույլ տալիս դա։ Все понимают, Բոլորն են что հասկանում, могут որ быть գործը разные կարող է причины, տուժել и տարբեր պատճառներով, бизнес может որևէ завалиться մարդու կամ по вине տնտեսության ընդհանուր անկման человека. В պատճառով։ целом экономика посыпалась, неважно. Դա կարևոր չէ։ Ինչ ասես կարող է լինել։ Но если Բայց եթե владелец ընկերության знал, տնօրենը գիտեր, что дело որ пошло գործն вниз, անկում էր ապրում, а он եւ создавал այդուհանդերձ видимость աճի տպավորություն էր ստեղծում դրսի перед մարդկանց, внешними людьми, ներդրողների մոտ, перед вкладчиками. Вот за это. նրան դատելու են հենց դրա Так համար։ за что же его будут Ինչի судить? համար են За նրան то, что դատելու։ он завалил Միթե այն компанию? բանի, որ նա ձախողել է ընկերությունը, ոչ։ За что же его Ինչի будут համար են նրան наказывать? И за что պատժելու ему եւ ինչի угрожает համար оказаться նա за կարող է решеткой? հայտնվել За то, что բանտում։ он допустил роковую Միթե այն բանի համար, որ նա ողբերգական սխալ թույլ Нет, տվեց, конечно. լուծարելով Это ընկերությունը։ случается много, Իհարկե и ոչ։ говорят, что у каждого Դա бизнесмена հաճախ է 2-3 տեղի ունենում։ раза в жизни. Ասում են, որ ամեն գործարարի կյանքում դա տեղի է ունենում 2-ից 3 անգամ։ Մարդկանց դրա համար չեն դատում, մարդիկ ունեն սխալվելու իրավունք, Но люди не բայց имеют права չունեն на ложь. ստելու իրավունք։ Когда что-то происходит, Երբ իմ անձնական կյանքում ինչ-որ բան է տեղի ունենում, իսկ կյանքում լինում են տարբեր բաներ, շատ տարբեր բաներ։ я понимаю, Ես հասկանում եմ, որ ես ունեմ համբավ, ունեմ որոշակի կերպար, դեմք եւ ինչ խոսք, բնավ շահագրգռված չեմ պատմելու կամ խոստովանելու այդ մասին որևէ մարդու, об этом кому-либо сознаться или сказать, потому что քանի որ երեսնիվայր ցեխի մեջ կհայտնվեմ։ то, что я в Այն, որ грехе, ես ցեխի մեջ եմ, գիտենք միայն ես եւ Աստված երկնքում, и Бог на небесах. Но люди не բայց знают. մարդիկ չգիտեն։ Поэтому, конечно, Այդ же իսկ я պատճառով осуждаю իհարկե ես человека, որպես и ни в ողջամիտ коем մարդ случае ոչ этого մի дебքում նման բան չեմ я անի։ никому об Ես չեմ պատմի այդ մասին ոչ ոքի եւ ամեն ջանք կանեմ, որպեսզի պահպանեմ իմ կեցվածքը եւ դեմքը մարդկանց առջև։ имидж перед внешними. И немного Չերն են բավականաչափ համարցակ, որպեսզի պահպանեն ներդաշնակությունն իրենց ներքին եւ արտաքին աշխարհների միջև։ гармонию между своим внутренним миром и внешним миром. По этой причине Ամեն ինչ սկսվում է այն պահից, начинаем երբ մեզանում հայտնաբերում ենք որևէ թերություն,
обнаружим Մեղք, в себе порок, անկում, грех, падение, ինչ էլ что լինի, угодно. С этого հենց самого այս պահից момента մենք կառուցում ենք մեր мы համբավը свою ստի репутацию վրա։ строим на лжи. Мы заложили в основании, Այսպես վարվելով մենք ժամանակային ռումբ ենք դնում մեր կյանքի հիմքում։ она может Այն կարող է взорваться պայթել через 1 год, ամսից, взорваться через միգուցե год. 1 տարուց, բայց մենք դրել ենք այն։ Но мы заложили туда, и Եվ այդ փաստը настолько այն нас աստիճան է հյուծում, изнуряет, չորացնում настолько եւ нас ձանձրացնում иссушает, մեզ, настолько нас изводит, потому что нам քանի որ մենք գիտենք այն, ինչ չգիտեն այլ մարդիկ, եւ պետք չէ հիմա մտածել ինչ որ մեծ եւ սարսափելի բաների մասին։ Нет. Ոչ, Как раз ամեն ինչ всё սկսվում է հենց начинается с փոքրից, маленького, с мелочей. մանրուքներից։ Правда Ճշմարտությունը начинается с սկսվում է признания խոստովանությունից того, что այն я не մասին, прав. որ ես ճիշտ չեմ։ Правда начинается с Ճշմարտությունը того, что սկսվում է мне плохо այստեղից։ на душе, прости Ես меня, վատ եմ пожалуйста. զգում ինձ ներսումս, խնդրում եմ ների Правда ինձ։ начинается с Ճշմարտությունը того, что սկսվում է может այն բանից, որ женщина ամուսինը жена գնում է мужа. կնոջ մոտ կամ կինը ամուսնու եւ խոստովանվում է, И եւ ամբողջովին բացում է իր սիրտը ու պատմում ամեն ինչ այնպես, ինչպես որ կա։ Вот что я сейчас. Ահա թե ինչ եմ ես Вот զգում что у հիմա։ меня происходит в сердце. Ահա թե ինչ է կատարվում իմ սրտում։ И она ходит Եվ во դրանով сне կինը քայլում է լույսի մեջ իր ամուսնու мужем առջև, и муж перед իսկ женой. ամուսինը իր կնոջ։ Я помню, однажды Հիշում եմ մի անգամ, միգուցե 8 տարի առաջ չգիտեմ, ես դպրոց էի տանում որդուս, եւ չեմ հիշում, թե ինչ պատճառով, не знаю, по какой բայց причине շատ լարված խոսեցի նրա հետ։ разговор. И я себе позволил, Ես թույլ տվեցի ինձ խստորեն խոսել նրա հետ не позволил, եւ թույլ չտվեցի, որ նա պատասխաներ։ высказался все, что было. Ես ասացի այն ամենը, ինչ կար ներսումս, իսկ նա պատասխանելու հնարավորություն չունեցավ, քանի որ մենք արդեն հասել էինք դպրոց։ Я просто поймал Լսվեց զանգը եւ նա պետք է գնար։ Ես պարզապես տեսա, որ նրա աչքերին արցունքներ էին եւ որ նա զսպում էր իրեն։ Նա կանգնեց, մենք հրաժեշտ տվեցինք իրար եւ նա գնաց։ Անմիջապես դրանից հետո ես գնացի գրասենյակ։ Այդտեղ հավաքվել էին մեր եղբայրները, ովքեր յուրահատուկ տրամադրություն ունեին եւ ոգևորված էին։ приветствовали. Նրանք ուրախացան տեսնելով ինձ եւ ողջունեցին ինձ։ Մենք նստեցինք սեղանի շուրջ, բայց ներսումս այնպիսի ծանրություն կար։ На душе. И я помню, что Ես հիշում եմ, որ ասացի. Եղբայրներ, я поступил уже գիտեք, ես այնքան վատ եմ վարվել։ Ես այնքան վատ եմ զգում ինձ։ так плохо. Я просто обидел своего сына. 20 րոպե առաջ ես վիրավորեցի որդուս։ Я прошу вас, Խնդրում եմ, աղոթեք ինձ համար, որ Աստվածների ինձ, и чтобы его там... եւ որ զորացնի նրան դպրոցում։ Знаете, что я понял? Գիտեք, թե ինչ նկատեցի ու հասկացա։ Когда ты прав... Դու չես կորցնում համբավդ, երբ խոսում ես ты не теряешь ճշմարտությունը։ репутацию. Парадокс. Սա հակասական է թվում։ Դու կարծես ցույց ես տալիս այնպիսի բաներ, որոնք պետք է փոխեն մարդկանց վերաբերմունքը քո հանդեպ, Но ровно բայց наоборот. ստացվում է ճիշտ հակառակը։ Ровно наоборот. Ճիշտ հակառակը, որովհետև երբ դու թաքցնում ես այդ բաները, դու պահպանում ես կեցվածքդ, Но ты репутацию բայց քո համբավը հիմնված է ստի վրա։ Когда ты говоришь Իսկ правду, երբ խոսում ես ճշմարտությունը, ты դու вскрываешь ցույց ես свои տալիս քո пороки, но թերությունները, репутацию բայց строишь на կառուցում ես правде. քո համբավը ճշմարտության վրա։ Ты прославляешь Դու правду. փառավորում ես ճշմարտությունը։ И каким-то... Եվ ինչ որ առեղծվածային կերպով մարդիկ միևնույնն է, հարգանք են զգում քո հանդեպ։ Потому что Պատճառն այն է, мы, որ մենք ունենք սխալվելու իրավունք, а на ложь нет. իսկ ստելու ոչ։ Если вы откроете псалом, Եթե բացեք Սաղմոս 17-ը, который այս խոսքերը գրված են ձեր թերթիկների մեջ, текст записан, դուք մի զարմանալի հատված կտեսնեք։ вы увидите Սաղմոս 17-ը удивительный սկզբից, текст. 16-й псалом с самого начала. Услышь, ով Господи, Տեր, լսիր արդարության կամ внемли ճշմարտության, воплю моему մտիկ տուր աղաղակիս եւ ականջ դիր իմ աղոթքին, из որ уст սուտ շրթունքներից չէ։ от твоего Թող քո երեսից դուրս գա իմ դատաստանը։ изыдет. Человек лживый Ստախոս никогда մարդը такого երբեք не այսպիսի попросит. բան չի խնդրի։ Суд. Թող դուրս գա իմ դատաստանը։ Я понял, что Ես հասկացա, որ самая ստի крайняя ամենածայրահեղ степень աստիճանը
աղոթքի մեջ ստելն է։ в молитве. Да воззрят очи твои. Թող քո աչքերը նայեն ուղղության վրա։ Ты испытал Դու сердце, փորձեցիր իմ սիրտը посетил եւ меня գիշերում ночью, քննեցիր։ искусил Դու կրակով меня հալեցրիր ինձ и ничего եւ անիրավություն չգտար ինձանում։ от мыслей моих Ես միտքս դրել եմ, որ իմ բերանը պատվիրազանց չլինի, կամ իմ շուրթերը չեն հեռանում իմ մտքերից։ Господи. Իսկ ինչ էիր դու փնտրում, Տեր։ Давид Դավիթը մի հետաքրքիր վիճակ է նկարագրում, որ Աստված ինչպես գողը գիշերով մտել էր նրա ննջասենյակը и եւ искушал գայթակղեցնում ու его, փորձում էր նրան и եւ искал. ինչ որ бан էր փնտրում։ Можно сказать, Կարելի է մտածել, ինչ էիր դու փնտրում, Տեր։ Միգուցե փնտրում էիր նրան, երբ նա թագավորական գահի վրա չէր, երբ նա հեռուստաէկրանների առջև չէր։ Միգուցե դու փնտրում էիր, թե իրականում ինչ կար նրա մտքում։ на уме. Да на уме может быть Մարդու մտքում կարող է լինել ինչ ասես, կրքոտ մտքեր, и зависть. նախանձ ինչ որ մեկի հանդեպ։ Да у нас Մեզ մոտ կարող է ներսիս սնանկություն լինել ամեն տարի, но не на բայց это Աստված Бог չէր проверял փորձում Դավթին։ Давида. Там всяко Դա տեսնելու համար, այստեղ ինչ ասես կարող է խլրտալ։ мы имеем право, Մենք ունենք дրա իրավունքը, но мы не имеем բայց չունենք ստելու իրավունք։ на ложь. Потому что проверял Бог? Ուրեմն ինչն էր Աստված ստուգում Դավթի մեջ։ Նրա մտքերի եւ շուրթերի համապատասխանությունը։ Если мысли Մտքերը թափառում են у ինչ них որտեղ։ свой мир, Դրանք իրենց աշխարհում են, у них իրենց ալիքի своя վրա են, волна где-то. բայց մարդն այսպես Но կանգնում է Աստծո человек առջև։ предстает перед Богом. Вот Бог Եվ ահա Աստված եկավ նրա не в ննջասենյակը։ храме, а в спальне. Ոչ թե երբ նա տաճարում էր, այլ ննջասենյակում, այն էլ гիշերով։ Потому право на Այնպես որ մենք ошибки ունենք и սխալվելու եւ прегрешения մեղանչելու у нас իրավունք есть. И выход. եւ կարող ենք դուրս գալ այդ վիճակներից, Но на ложь բայց ստելու իրավունք права у нас нет. մենք չունենք։ Когда Саул Երբ Սավուղը ձախողեց ամեն ինչ и ему об этом եւ նրան ясно պարզ было ասվեց, որ сказано, դու արդեն что ты երկրորդ уже անգամ второй раз չհնազանդվեցիր не Տիրոջ послушался ձայնին։ голоса Господа. Мне кажется, если бы вот Կարծում եմ, եթե ետ քաշեինք վարակույրը եւ հետևեինք այդ տեսարանին, երբ կանգնած էր Սամուել մարգարեն Տիրոջ ավետաբերը եւ փոխանցում էր Տիրոջ կամքն Իսրայելի առաջնորդին, հանդիմանելով նրան, եւ հետևեինք Սավուղին, իսկ եթե մենք դեռ հնարավորություն ունենայինք թափանցելու նրա մտքերի մեջ, գիտեք թե ինչ կտեսնեինք, вы бы увидели, դուք կտեսնեիք, что он не որ նա слышит, չէր լսում, что ему թե ինչ էր говорит Աստված Бог. ասում նրան։ У него на уме Նրա одно, մտքում как կար մեկ сейчас բան. вот я выйду. Ինչպես եմ դուրս գալու հիմա։ Ինչ ենք ասելու մարդկանց։ Самуил уходит, Սամուելը հեռանում է, выразив свой հայտնելով իր вердикт. դատավճիռը։ Бог тобой Աստված разделался. հիասթափված է քեզանից։ Ты больше не Դու այլևս царь. թագավոր չես։ А он хватает Իսկ за նա его բռնում է одежду. նրա У него հագուստի փեշը, одна просьба. միայն մեկ խնդրանքով. Почти меня перед народом. Պատվիր ինձ ժողովրդի առջև։ Хочется сказать, ты вообще Կարելի էր ասել դու ընդհանրապես ոչինչ չհասկացար։ вообще ничего. Դու ընդհանրապես ոչինչ չհասկացար։ Но мы же точно такие. Բայց մենք էլ ճիշտ այդպիսին ենք։ Мы же точно такие. Մենք միշտ այդպիսին ենք։ Нам же главное Ամենակարևորը մեզ համար այն է, որ մեզ պատվեն ժողովրդի առջև։ Մեզ համար կարևորը մեր կեցվածքն է հասարակության առջև։ Չէ որ ամեն ինչ այնքան կապակցված է, մեր համբավը, մեր հաջողությունը եւ եկեղեցի հաճախողների թիվը եւ գործը եւ փողը եւ ծրագրերը, այս ամենն այնքան կապակցված է։ Դրա համար էլ ինչպես դու կարող ես չպատվել ինձ մարդկանց առջև։ А вот другой царь. Եվս մեկ թագավոր, Դավիթը։ Вот у него случай. Նրա արարքը Բերսաբեի հետ։ Вечером ходил по Երեկոյան նա քայլում էր իր տան տանիքով եւ տեսավ մի լողացող стал կնոջ։ узнать, кто такая. Նա մարդիկ ուղարկեց իմանալու համար թե ով էր նա։ Եվ իմացավ, Провернулся. որ նա ամուսին ուներ։ Նա ծանր թեթևարեց ամեն ինչ եւ միևնույնն է ասաց. Спал с ней. Կանչեք նրան բերեցին եւ նա քնեց այդ կնոջ հետ։ Я хотел бы понаблюдать. Ես կուզեի ետ քաշել վարակույրը եւ հետևել Դավթին, Проникнуть в его թափանցել жизнь. նրա մտքերի մեջ։
через неделю, Օրինակ, տեղի ունեցածից մեկ շաբաթ անց спустя того, что случилось. նրա տավիղն անգործ դրված է։ Арфа стоит его. Утром уже... Նա ելևս չի արթնանում առավոտյան, Это невозможно. անհնար է, Это же невозможно. անհնար է, Ты же перед... չէ որ դու Աստծո առջև ես։ Голова опущена. Գլխի կոր, նրա ներսում հազարավոր մտքեր էին պտտվում։ Եթե սա հայտնի դառնա, եթե հայտնի դառնա, եթե հայտնի դառնա, եթե իմանան, եթե մարդիկ իմանան։ Теперь понаблюдайте. Իսկ հիմա հետևեք Դավթին մեկ շաբաթ անց այն դեպքից հետո, Все երբ բոլորն ամեն ինչ իմացան եւ երեխան մահացավ։ Արդեն 1 տարի է անցել։ в его дворец. Նաթան մարգարեն եկավ նրա պալատը, հանդիմանեց նրան, բացահայտեց նրա մեղքը, պատժեց երեխային։ Давид 7. Դավիթը 7 օր պարկած էր հատակին։ Дитя умер. Երեխան մահացավ։ Понаблюдайте. Հետևեք Դավթին հիմա։ За его Նայեք նրա ներսի աշխարհին, ոչ թե արտաքինին։ внешне. Արտաքուս աղմուկ է, բոլորը խոսում են, շշնջում են, իսկ ներսի աշխարհում լռություն է։ Тишина. А во внутрь... Իսկ ներսի աշխարհում գոհություն է։ Спасибо тебе. Շնորհակալություն Տեր, որ բացեցիր այս թարախային պալարը։ Я бы не... Ես ինքս չէի կարողանա անել դա։ Меня бы... Ուժերս չէին հերիքի։ Я оказался. Պարզվեց, որ ես թույլ եմ։ Дело зашло. Ամեն ինչ շատ էր խճճվել։ Я потерял... Ես այնքան նիհարեցի, ոսկորներս մաշվեցին իմ ամեն օր հառաչելով, որովհետև ես լուր էի, Потому что я молчал и молчал. լուր էի։ и молчал. Я трубил... Ես փող էի հնչեցնում այլ բաների մասին, իմ հաղթանակների եւ ձեռքբերումների, բայց ես լռում էի ամենակարևորի մասին։ Իսկ ինչ է, պետք էր ասել այդ մասին։ Այո, պետք էր ասել։ То есть... Այլ կերպ ասած, словами, мы... մենք իրավունք ունենք։ Я знаю, что вы меня... Ես գիտեմ, որ դուք հետևում եք իմ ամեն բառին, բայց ես խոստացել եմ խոսել ճշմարտությունը։ Մենք ապահովագրված չենք ամենավատ, ամենաստոր մտքերից։ Никто из нас... Մեզնից ոչ ոք ապահովագրված չէ դրանցից։ Ինչ որ մեկը կարող է արագորեն կասեցնել դրանք, մյուսը ոչ, ինչ որ մեկի մոտ դրանք արդեն զարգացել են տարիների ընթացքում եւ արմատներ են գցել գերելով նրա միտքը։ Мы не застрахованы. Մենք ապահովագրված չենք դրանից, բայց У нас нет права... իրավունք չունենք լավ բառեր ասել, երբ վատ մտքեր ունենք։ Հենց սա եմ ես ցանկանում փոխանցել։ Հենց սա զարմացրեց Քրիստոսին, երբ նա ասաց. «Իժերի զավակներ, դուք ինչպես կարող եք բարի խոսել, որ չարեք, որովհետև սրտի ավելացածից կխոսի բերանը»։ Что у пьяного... Մի այսպիսի ռուսական ասացվածք կա. հարբածն ասում է այն, ինչ սթափ մարդը մտածում է։ Русская поговорка. Потому что трезвый... Որովհետև սթափ մարդը վերահսկում է իր լեզուն, բայց այդ ամենը նրա մտքում А է։ когда он Իսկ выпьет, երբ նա հարբում է, его язык... նրա լեզուն բացվում է, И он говорит, եւ նա խոսում է ամեն ինչ այնպես, что он есть. ինչպես որ ինքն է, որովհետև մարդն այն չէ, Не ինչ то, խոսում է, что он говорит. Но այլ каковы ինչ նա мысли մտածում է души իր этого անձում։ человека. Вот он настоящий. Իրականում մարդը հենց այդպիսին է։ Потому Бог проникает. Աստված թափանցում է հենց այդ բնագավառը եւ ասում. Вы Դուք օծի ճտեր եք։ дети, змеёныши, вы змеёныши. Я смотрел... Ես մոտավորապես 6 տարբեր թարգմանություններ եմ նայել։ Serpents, вы Դուք օծերից змеи ծնված եք։ отродье. Ինչպես դուք կարող եք։ Как вы можете, ведь... Չէ որ ձեր սրտերում բոլորովին այլ մտքեր են։ Ձեր ներսում դուք չար եք, Но вы говорите... բայց դուք բարի խոսքեր եք ասում։ Я хочу открыть еще... Եկեք կրկին բացենք Աստվածաշունչը։ Иван... Հովանեսի առաջին թղթի 4-րդ գլխի 20-րդ խոսքից։ Иоанна, 4 глава, с 20 стиха. Кто говорит, Եթե մեկն ասի, я люблю թե Бога, սիրում եմ Աստծուն брата своего, եւ իր եղբորն ատի, նա ստախոս է։ современный... Ժամանակակից աշխարհը կասեր. Ինչպես կարող ես դատել ինձ։ А почему ты Ինչու думаешь, ես դատում что ինձ։ знаешь? Որտեղից գիտես թե ինչ կա իմ ներսում։ А ты почему? Какой Ինչ право? իրավունքով ես ասում ինձ, որ ես ստախոս եմ։ А может, я на самом Իսկ միգուցե ես իրականում սիրում եմ Աստծուն, բայց ունեմ թշնամի, ում չեմ կարողանում սիրել։ Но Բայց Սուրբ Գիրքն ասում է. Священное Писание говорят, кто говорит, Եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն а брата своего եւ իր եղբորը ատի, նա ստախոս է։
Որովհետև նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպես կարող է սիրել։ Ведь человек, он... Չէ որ մարդն ամբողջական է, И любовь... եւ սերն ու ատելությունը չեն կարող գոյակցել։ Природа... Սիրո բնությունը, եթե խոսքն իրական սիրո մասին է, կախված չէ то она... մեր հանդեպ ունեցած մարդկանց վերաբերմունքից։ Она зависит... Այն կախված է ինքն իրենից։ Սերը սիրում է։ Любовь, милосердие. Սերը ողորմություն է ցուցաբերում, սերը համբերատար է։ Սերը իրենը չի փնտրում։ Любовь все покрывает. Սերն ամեն բան ծածկում է։ Սերն ամեն բանի հավատում է։ Любовь Սերը չի մտապահում եւ չի գրանցում քո բոլոր սխալները։ не держит и не записывает всех твоих ошибок. Новые американцы. Սա նոր ամերիկյան թարգմանությունից է։ Мы имеем... Եվ այս պատվիրանն ունենք նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրի։ Человек... Մարդն ամբողջական է։ Может ли Կարող է человек մարդն ատել говорить, իր մերձավորին։ Да, может. Այո, կարող է։ Но он не Բայց նա չի может կարող սիրել ненавидя Աստծուն եւ ближнего ատել իր любовь. մերձավորին։ Это Սա невозможно. պարզապես անհնար է։ Может ли человек любить? Կարող է մարդը սիրել Աստծուն, իհարկե, Но человек բայց не մարդը չի может կարող любить սիրել Бога. Աստծուն եւ ատել իր մերձավորին։ Это все равно, что... Սա նույնը կլիներ, որ նայես միևնույն անձնավորությանը, И одновременно... միաժամանակ ջերմեռանդորեն սիրելով եւ վայրագորեն ատելով նրան։ Это невозможно. Սա անհնար է։ Потому если ты Այնպես որ, եթե դու պնդում ես եւ ասում, որ սա հնարավոր է, դու ստում ես։ то ты врешь. На самом деле... Իրականում դու չունես դա, այլ միայն ասում ես։ Գրված է, եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն, այսինքն սա ցույց է տալիս միայն մեկ բան. Դու խաբում ես, որովհետև այդպես չի լինում։ Այդպես չի կարող լինել։ Դու կարող ես ատել, բայց այդ դեպքում այդպես էլ ասա։ Ես ատում եմ, դրա համար էլ չեմ կարող սիրել։ Դու կարող ես սիրել, բայց այդ դեպքում այդպես էլ ասա։ Ես սիրում եմ, դրա համար էլ չեմ կարող ատել որևէ մեկին, որովհետև ես սիրում եմ։ Но если... Բայց եթե դու ասում ես, որ սիրում ես Աստծուն եւ ատում ես ինչ-որ մեկին, դու ստախոս ես։